Ճարպակալման պատճառները հիմնականում երկուսն են, ոչ ճիշտ ապրելակերպ, շատակերություն, հարբեցողություն և ստիմուլյատորներ շատ օգտագործելը, դրանց մեջ են թեյերը, սուրճը և այլն։ Եվ երկրորդ պատճառը դա հիվանդությունն է, այսօր կխոսենք երկրորդ պատճառի մասին, երբ մարդը վարում է առողջ ապրելակերպ, շատակերությամբ չի զբաղվում, օրը 2-3 անգամից ավել չի ուտում և 6-ից հետո չի ուտում, ստիմուլյատորները չի օգտագործում կամ շատ քիչ է օգտագործում, օրինակ սուրճը օրը 1 անգամ կամ երկրորդ 2 անգամ է խմում, կամ չի խմում և չի կարողանում նիհարել և մնում է գեր։ Տվյալ պացիենտների մոտ որպես կանոն շատերի մոտ լինում է բարձր խոլեստերին և որոշ դեպքերում լինում է բարձր խոլեստերինը նորմայի մեջ, բայց ցածր և բարձր խտությունների խոլեստերինների տատանումներ, այսինքն անհամաչափություն։ Տվյալ դեպքում էլ էլի խոլեստերինի հետ կապված խնդիր կա։ Եթե պատճառը բարձր խոլեստերինն է, դա լյարդի հիվանդությունն է, այսինքն խոլեստերինի մակարդակը, ընդհանուր խոլեստերինի և ընդհանրապես ճարպերի փոխանակությունը օրգանիզմում կարգավորում է լյարդը։ Եթե լյարդը հիվանդ է, ապա մարդը չի կարող ազատվել ճարպակալման հիվանդությունից։ Լյարդի հիվանդությունների դեպքում, երբ խոլեստերինի տատանում կա, մարդու մոտ առաջանում է հենց ճարպակալումը և շատ սխալ բուժումների մեջ է, շատ սխալ մոտեցում կա և մարդկանց նշանակում է ստատիններ։ Ստատինների տեսակները շատ են, ստատինը ինքը ընդհանուր գործողություն է կատարում, այսինքն խոլեստերինի շակերտների մեջ դեղ են տալիս հաբ, որպեսզի խոլեստերինը իջեցնի, բայց այդ հաբը չի կարգավորում ճարպերի փոխանակությունը և չի բուժում լյարդը։ Խոլեստերինը արհեստականորեն է իջնում որոշակի ֆերմենտների աշխատանքը անջատելու հետևանքով լյարդում։ Այդ դեպքում առաջանում է լյարդում նոր հիվանդություն և գործնականում դա վաղուց ապացուցված է, որ մարդը մինչ ստացի խմելը մարդու խոլեստերինը ավելի ցածր է լինում, քան ստացի խմելուց և ստացինը թողնելուց հետո։ Բժշկել չի նշանակում սիմպտոմը ճնշել, թվերը փոխել, բժշկել նշանակում է, երբ որ ֆունկցիան օրգանի կարգավորվում է և մարդու կենսական ուժը ինքն է կարգավորում այդ մեխանիզմները։ Սա է բժշկելը։ Տվյալ դեպքում խոլեստերինից, որպեսզի բարձր խոլեստերինից պացիենտը ազատվի, հենց պետք է լյարդի հիվանդությունը գտնել, պատճառը գտնել, հեռացնել և ինքնակարգավորման մեխանիզմը այդ դեպքում կարգավորվում է, այսինքն վերականգնում է օրգանիզմի մեխանիզմները և խոլեստերինի մակարդակը արդեն իջնում է։ Միայն այդ դեպքում պացիենտը կսկսի նիհարել իր, այսինքն կկորցնի և ներքին օրգանների ճարպը, այսինքն կգա իր նորմալ առողջ քաշին։ Կա նաև սխալ բուժումների մեկ այլ տարբերակ հաճախ ուտելը, հաճախ երբ ուտում են օրը 5-6 անգամ, այդպիսի վտանգավոր դիետաներ կան, այդ դեպքում կարճ ժամանակով լինում է, որ քաշը կարող է 1 շաբաթ, 2 շաբաթ իջնի, բայց դրանից հետո առաջանում է ինսուլինառեզիստենտականություն, այսինքն այնքան շատ է մարդը ուտում, որ ինսուլինը միշտ արյան մեջ է, բջիջները դադարում են ինսուլինը տեսնել և դրանից հետո գիրանում է մարդը, այսինքն դրանից հետո առաջանում է շաքարային դիաբետի երկրորդ տիպ, հաճախ ուտելուց։ Եվ այն դիետաները խիստ, որ լինում են օրը 1 անգամ, եթե պացիենտը հիվանդ է լյարդը և լյարդի հիվանդությունը խրոնիկ բորբոքման հետևանքով է, այլ ոչ թե ճարպակալման լյարդի,
ապա օրը մեկ անգամ ուտելով կարող է մարդը նիհարել իր առողջ հյուսվածքների հաշվին։ Այսինքն ոչ թե ճարպ մեկ չանում, այլ առողջ հյուսվածք, այսինքն մկանային հյուսվածքները, ներքին օրգանների հյուսվածքները, եւ այս դեպքում քաշը իջնում է առողջ հյուսվածքների հաշվին, ճարպը մնում։ Այս դեպքերն են շատ։ Ահա պատճառը, երբ որ սխալ ձևով են նիհարում, հետո հենց թողում են իրենց այդ խիստ դիետան կամ այն միջոցը, որի միջոցով, այսինքն արագ ուզեցել նիհար, ավելի են գիրանում։ Նաև դրան է վերաբերում հորմոնալ պրեպարատները, շատ կան, որ օգտագործում են արագ արդյունքի հասնելու համար, բայց հենց թողնում են։ Նախ եւ առաջ հորմոնալ պրեպարատներ կան, որոնք արագ են աշխատում, բայց դրանից հետո խախտում է լրիվ հորմոնալ ֆոնը, մարդը դառնում է նյարդային, ջրագրգիռ, եթե կանայք են օգտագործում, իրանց մոտ կանացի հիվանդություններ են առաջանում ձվարանների հետ կապված, փոքր կոնքի օրգանների հետ կապված, եւ հենց հորմոնալ պրեպարատներ թողում են, ավելի են գիրանում, լյարդը ճարպակալում է, եղել են դեպքեր, երբ լյարդում հենց ճարպերը գնդերի տեսքով են լյարդի վրա առաջացել։ Հիմնականում հիվանդությունը պատճառը գտնելով լինում է պացիենտին օգնել, եթե պացիենտը սննդակարգին հետևում։ Այսինքն առողջ սննդակարգը դա օրը 2 կամ 3 անգամ, եթե նստակյաց կյանք է վարում, 3 անգամը նույնիսկ շատ է։ Այսինքն պացիենտը ինքը ընտրում է օրը 2 կամ 3 անգամ առանց արանքներում որևէ սնունդ ուտելու, այսինքն կոնֆետ, դղճիր, այսինքն ինտերվալ է պահում 2 կամ 3 անգամ սնվելով, 3-ից 5 ժամ ինտերվալով։ Եվ 6-ից 7-ից հետո եթե չի ուտում, եւ լյարդը եթե առողջ է, ինքը չի կարող ունենալ առողջ քաշ։ Եթե լյարդը հիվանդ չէ կամ եթե հորմոնալ խախտումներ չկան, վաղանաձև դիազը հիվանդ չէ եւ ընդհանուր մեխանիզմները ճիշտ են աշխատում։ Նաև նշեմ, որ լինում են դեպքեր, երբ մարդը արտաքուստ նիհար է երևում, բայց խոլեստերինը բարձր է, նման մարդկանց մոտ ներքին օրգանների ճարպակալում է գնում, այսինքն ենթաստամոքսային գեղձի ճարպակալում, լյարդի ճարպակալում, որովայնի խոռոչի ճարպակալում, բայց պացիենտը արտաքինից երևում է նիհար, շատ է ուտում, ինքը ոնց որ արտաքինից նիհար է երևում, իրեն թվում է կարող է ինչպես ցանկանում է այնպես ապրել, բայց առաջանում են հետագային այլ խնդիրներ, այսինքն հյուսվածքներն են ներքին օրգանների սկսում քայքայվել, շաքարային դիաբետ է առաջանում եւ այլ խնդիրներ, մկաններն են բռնվում, խրոնիկ գլխացավեր են առաջանում։ Արտաքին տեսքը միշտ չէ, որ նույն ճարպակալման հիվանդության դեպքում ցույց է տալիս, այսինքն եթե արտաքինից նիհար է, չի նշանակում, որ ճարպակալման հիվանդություն պացիենտի մոտ չի կարող լինել։ Հիմնականում լյարդը բժշկելու դեպքում քաշը ավելի է դառնում կանխատեսելի, կարգավորվող, քան ինչ այդ էր։ Կան նաև այլ խնդիրներ, կալցիումի ուրացման անկումից, կալցիումական թունավորումից կարող է ճարպակալում առաջանալ, ֆոսֆորական աղերի, ընդհանրապես IF-ի սինթեզի խախտումից, միտոքոնդրիումների ոչնչանալուց, երբ որ խրոնիկ հիվանդություններ կան, միտոքոնդրիումներն կարող են քչանալ բջիջներում եւ այլն, նույնը ինսուլինի նկատմամբ զգայունակությունից, երբ որ անկում կա, բջիջները չեն ուզում ինսուլինը, չեն տեսնում ռեցեպտորները։ Սրանք մի ամբողջ կոմպլեքս են, որը պետք է դիտարկել պացիենտին բուժելու եւ ճարպակալումից ազատելու համար։ Առողջ